Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի հայ համայնքին այս անգամ համախմբել էր հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգը կազմակերպությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության։ Նոր սերունդին հայ պահելու առաքելությանը լծված համազգայինի աշխարհասփյուռ մասնաճյուղերը, դրանց թվում նաև չափազանց ակտիվ գործող Նյու Յորք Նյու Ջերսի մասնաճյուղը արդեն երկրորդ համերգն է կազմակերպում նվիրված հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, խորհրդանշելով հայի վերածնունդը, այսօրվա Սփյուռքում մեծացող հայ սերնդի ազգային ոգին։ Համազգայինի Նայիրի պարախմբին ղեկավարությամբ Թովմաս Հարությունյանի, Արեգակ երգչախմբին ղեկավարությամբ Վաղարշակ Օհանյանի, հայ մանուկների դեռ տակավին թոթովախոս շուրթերից հնչող հայկական երգերին համերգի առաջին մասում միացել էր Իստանբուլից ժամանած երգչուհի Սիբիլը, որը հայ երգն է հնչեցնում Թուրքիայի բեմերում։ Համերգի երկրորդ մասը Հայաստանի ժամանած հանրահայտ երգչուհի Նունե Եսայանի «Կանք պիտի լինենք և դեռ շատանանք» ծրագիրն էր, որով երգչուհին շրջելով հայաշատ երկրներով երգերի համադրությամբ պատուցում է մեկ դարուց ավելի հայոց պատմությունը։ Հայ երգը մինչև հայոց եղեռնը Սայաթ-Նովայից ու Կոմիտասից սկսած, հետո իրար հաջորդող երգերով ստեղծված տառապանքի, հերոսացումի, նոր Հայաստանի կերտումի, Ղարաբաղյան պատերազմի, անկախացած հայրենիքի և մերօրյա Հայաստանի մասին։ Պատմական ամեն մի շրջանում իր երգն է գրել հայ ժողովուրդը, և դրանց համադրությամբ Նունե Եսայանը տեսասալիկների օգնությամբ մեր ժողովրդի մեկ դարի անցած ուղին էր խորհրդանշում։ Համերգային շրջագայությունը երգչուհու կողմից բացարձակապես բարեգործական էր ի նպաստ սփյուռքահայ համայնքներին։ Այսօրվա համերգը բնականաբար սովորական համերգ չէր, սա պատմություն էր, սա հպարտության զգացում ներշնչող համերգ էր։ Ճիշտ է, մենք ունեցել ենք վատ օրեր և պատերազմ տեսել ենք, բայց համերգը ինքը խորհրդանշում է «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք»։ Եվ շատ ուրախ էի, որ մասնակցություն ունեցավ նաև Նայիրի պարախումբը իր բոլոր մեծ ու փոքրիկներով, հենց դա էլ համերգի ասելիքն է, «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք»։ Հայի երգը, հայ պարը, լեռների մեջ չի մարել, քարուսար է մեր աշխարը, մեր ամրոց արքան, ու եկել է հայի դարը, ժամանակը հաղթական, մենք հզոր ենք, երբ սրտերն են միանում, ասելով հայ, մենք պիտի հպարտանանք, չէ որ գանք, պիտի լինենք ու շատանանք։ Համերգը ավարտվեց «Մեր հայրենիք» Հայաստանի Հանրապետության հիմնով, որին ոտնկած ձայնակցեց ամբողջ դահլիճը։ Այս ազգային ոգին է, որ մեկ դարից ավելի պահպանում է հայ սփյուռքը, ավելացրած ամենօրյա կամավոր աշխատանքը, որին և լծված է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Կարինե Քոչարյան, Ամերիկայի ձայն, Նյու Յորքից։